Բարի երեկո, Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է, մենք շարունակում ենք հետևել և վերլուծել շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձությունները։ Այսօր տաղավարում հյուրընկալել են քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին, ողջույն, պարոն Բադալյան, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այսօր Հայաստանի քաղաքական դաշտը մտել է նոր քարոզարշավային փուլ, իրականում արդեն մեկ շաբաթ է լրացավ, ինչ արդեն քարոզարշավը մեկնարկել է, ու այստեղ արդեն մրցակցությունը վաղուց միայն ծրագրերի մասին չէ, այն դարձել է ավելի լայն, այսպես հիշողության, պատմության, մեկնաբանության ու պետության ինքնության շուրջ ավելի շատ ընթացող բանավեճի է վերածվել։ Գիտեք, օգտագործվում է եւ Արցախի թեման, բնականաբար եւ արտաքին հարաբերությունները, այս ֆոնին ըստ ձեզ հարցը սահմանափակվում է արդյոք միայն ով ինչ է խոստանում մոդելով կոնկրետ, այսպես սկսենք, հետո կբացենք արդեն Արցախի հարցն էլ ներառյալ։ Խոստումները իհարկե ունեն մեծ նշանակություն եւ դեր, բայց անշուշտ չի սահմանափակվում process-ը պարզապես խոստումներով, առավել եւս, որ այս տարիների ընթացքում զուտ խոստումների տեսանկյունից հանրությունը այնքան է հիասթափություններ ապրել եւ միևնույն ժամանակ փորձառություն ձեռք բերել, որ ընդամենը խոստումներով կողմնորոշվել է, այդքան էլ ճշգրիտ չէ, որ երևի թե նաեւ շատ մեծ նշանակություն է ստանում ընդհանրապես քաղաքական ուժերի գնահատականները երևույթների հանդեպ։ Եվ այդ տեսանկյունից շատ ավելի կարևոր են հենց այդ երևույթների առումով Հայաստանի հետ եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրողությունների առումով գնահատական հանձնառությունների դերը, քան պարզապես խոստումների, որոնք կարող են վերաբերել ներքին սոցիալ-տնտեսական օրակարգին կամ ընդհանրապես քաղաքական օրակարգին։ Այդ հանձնառությունները, թե որ ուժը ինչ դիրքորոշումներ է ստանձնում այդ կարևոր օրակարգերի վերաբերյալ, ըստիս ոչ պակաս նշանակալից են, քան խոստումները։ Բայց չեք կարծում, որ գործող վարչապետը տպավորություն է, որ ինքն էլ է ընդդիմություն եւ ընդդիմություն են դուրս եկել միմյանց դեմ, ոչ թե իշխանություն եւ ընդդիմություն կամ հակառակ այս վարչական ռեսուրսի կիրառումն էլ, ըստ ձեզ ինչպիսի արդյունք կարելի է ակնկալել գոնե այսպես նախնական, առանց հաշվի առնելու այն վերջին վիճակագրական տվյալները, որովհետեւ դրանք շատ թերի են անցկացվել, որ հետո պարզեցինք, իրականում ինչպես ժողովրդին հանել տներից ու բերել մասնակցության ու հասկանալ կամ բացատրել որն է գլխավորը այստեղ, կամ հասկանալ քաղաքական առումով ինչ ինտրիգ կա այս պահին, էլի, որովհետև որքան որ ես նայում եմ, հնարավորինս են ամենագլխավոր դերակատարների ծրագրերը, այսպես ոչ մի ոնց ասեմ, աշխարհացունց կամ չգիտեմ, ոչ մի տարօրինակ գոնե ինչ որ տարօրինակ բաներ, որ ժողովուրդը կարողանար կարճեր ասել այս սրա համար ես գնում եմ հենց այս ուժին եմ ընտրում, ու այդ նախկին տեսլականներն էլ խառնված նախկիններ կա սպիտակ սև, արդեն էլ չբանրամասնենք, ըստ ձեզ ինչպես կարող ենք մենք ընտրողին բերել ընտրատեղամաս։ Նախ իհարկե այդ ընտրողի հետ հետևողականորեն խոսել աշխատելով, այսինքն այդ ընտրողի հետ աշխատանքը պետք է ունենա ոչ միայն նախընտրական տրամաբանություն, այլ նաև ընդհանրապես դա պետք է լինի քաղաքական ամենօրյա աշխատանքի։ Հիմա ինչ է տեսնում այս քարոզարշավի գիծը, որ տանում է եւ ընդդիմությունը եւ իշխանությունը, ըստ այս բակային հանդիպումները, սովորական քարոզարշավը Ես իհարկե նկատի չունեմ զուտ քարոզարշավը, դրա համար եմ նշում, որ դա պետք է լինի ոչ միայն նախընտրական տրամաբանությամբ աշխատանք, այլ պարզապես հետևողական խոսակցություն ընտրողի հետ առհասարակ Հայաստանի վերաբերյալ եւ Հայաստան պետության ապագայի վերաբերյալ։ Ես առիթ եմ ունեցել ասելու, որ ցավոք սրտի մեր, այսպես ասեմ, ավանդական ընդդիմադիր ուժերը բավականին ժամանակ բաց թողեցին 2021-ից հետո հատկապես ավելի շատ էմոցիոնալ դաշտ տարան հասարակական քաղաքական process-ները, քան ընտրողի հետ հենց պրագմատիկ ռացիոնալ աշխատանքի։ Հիմա փորձում են այդ բաց թողածը լրացնել բավականին ինտենսիվ տեմպով, ես տեսնում եմ այստեղ որոշակի նկատելի արդյունավետություն առկա է, եւ եթե շարունակվի այդ հետևողականությունը այս եզրագծային միջավայրում, պաշտոնական քարոզչության շրջանում, ապա մենք թերևս կունենանք 2018-ից հետո այսպես ասեմ, արդյունքի տեսանկյունից ամենաանկանխատեսելի ընտրական process-ը եւ քվեարկության ինտրիգ կունենանք։ Եթե այդ հետևողական եւ զգալի արդյունավետ աշխատանքը ընդդիմադիր ուժերը շարունակեն։ Կոնկրետ ո՞րն եք համարում այդ ինտրիգային պահը, ինչը կարող է հենց մասնակցության թիվը, ոչ միայն մասնակցության թիվը, որովհետեւ
Մասնակցությունը իհարկե ինքնին շատ կարևոր է, տանել հնարավորինս շատ ընտրող տեղամաս, տանել ոչ թե բառի բուն իմաստով, այլ հենց մոտիվացնել ընտրողին։ Եվ իհարկե նաև ընտրողի քվեարկությունը այնպիսի դասավորվածություն ունենա, որ այդտեղ ոչ թե ձայների փոշիացումը լինի ավելի շոշափելի, այլ ձայների արդյունավետ կենտրոնացումը ընդդիմադիր այն ուժերի շրջանակում, որը թույլ կտա թեկուզ հավաքական կամ այսպես ասենք կոալիցիոն տրամաբանությամբ գերազանցել իշխանության ստացած ձայները։ Եվ այս տեսանկյունից նույն վարչական ռեսուրսի կիրառման առումով, որն է իշխանության խնդիրը, տեր կանգնել իմ իհարկե շատ սուբյեկտիվ եւ այսպես ոչ սոցիոլոգիական գնահատմամբ, բայց ելնելով նաեւ սոցիոլոգիական արդյունքներից, իմ տպավորությամբ 30-ից 35% առավելագույնը այդ ձայներին տեր կանգնել եւ բերել մի իրավիճակ, երբ չկարողանա իր ձայները ավելացնել ընդդիմությունը, հավաքական իմաստով ընդդիմադիր դաշտը։ Եվ դրա համար իշխանությունը աշխատելու է հնարավորինս пассив մասնակցության ուղղությամբ, մոտիվացնել իր էլեկտորատին եւ առավելագույնը пассивացնել այն էլեկտորատին, որը կարող է քվեարկել ընդդիմության օգտին եւ այս առումով հակադիր խնդիրն է փորձելու լուծել հենց իշխանությունը։ Ինչպիսին կլինի այս աշխատանքների կամ պայքարի արդյունքը, կրկնեմ, սա ավելի շատ այսօր արդեն կախված է ընդդիմության ուժերի աշխատանքից։ Եվ ներողություն եւ ամենակարևորը, որ կուզենամ ասել, այսօր Հայաստանի ընտրողի առաջ ինչ որ ծրագրային չամիչներ փնտրելու խնդիր չէ։ Եվ այս տեսանկյունից այո, ծրագրերը միշտ Հայաստանում եղել են այսպես ստանդարտի շրջանակում, Հայաստանում երբեք էլ ծրագրային ընտրություն չի եղել, եթե համարենք, որ աշխարհի որևէ երկրում ընդհանրապես ընտրությունը լինում է ծրագրային։ Միշտ ինչ որ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված ընտրություն է կատարվում։ Առավել եւս այսօր Հայաստանի առաջ այդ ծրագրային ինչ որ չամիչներ փնտրելու խնդիրը չէ, պարզապես պետականության ապագայի շուրջ լրջորեն խորհելու, այսինքն մենք կանգնած ենք հետևյալ ընտրության առաջ։ Հայկական պետականությունը կարողանում է լուծել իր ինքնության եւ հետագա ինքնիշխան գոյության էգզիստենցիալ խնդիրը, թե հայկական պետականությունը, հայկական պետության արկայության այդ էգզիստենցիան ընդհանրապես դառնում է Ադրբեջանի կցորդ լինելը։ Այսինքն այս տեսանկյունից Հայաստանի ընտրողի համար խնդիրը շատ ավելի պարզ է 2026-ին, քան օրինակ եղել է 2021-ին կամ դրանից առաջ որևէ ցանկացած որևէ ընտրության պարագայում։ Եվ խոսակցությունն էլ պետք է լինի առավելապես հենց այս մասին, եւ գուցե նաեւ բնականաբար ուղեկցվի այս խնդիրը լուծելու այս խնդիրը ասելով ես նկատի ունեմ հայկական պետության ինքնության պահպանման եւ իրապես ինքնիշխան եւ ոչ թե ճառասացության մակարդակով։ Այդ խնդիրը պետք է լինի պահպանման միջոցները գտնելը մեխանիզմների շուրջ հասարակության հետ խոսելը։ Այդ նույն ճառասացության շրջանակում Փաշինյանը արդեն քարոզարշավի ժամանակ սկսեց շահարկել Արցախի թեման կրկին ու ասեց Արցախը հայկական չի եղել երբեք, երբ նա հայտարարում է, որ Արցախը Հայաստանի մաս չի եղել, հարցադրելով, թե ինչ իրական հիմքերի վրա ենք դա համարել հայկական, այդ ինչ ենք արել այնտեղ, որ հայկական է եղել, լավ, եթե ընդունենք, որ Արցախը մերը չէր, ճակերտավոր, ապա այդ ինչ տրամաբանությամբ եւ ով էր պատասխանատու այս 30 տարվա անվտանգության բանակի ու ամբողջ բանակցային գործընթացի համար անվատել են։ Առհասարակ այսպես ջնջելով ու դնելով մի կողմ էլ չէ։ Բոլորն են եղել, այսինքն բոլոր նրանք, ովքեր զբաղվել են գործընթացով, բայց երբ մենք այս դաշտ ենք տեղափոխվում, մենք հենց օգնում ենք, որպեսզի գործող իշխանությունը լղոզի անմիջապես հետևանքի համար իր պատասխանատվությունը։ Որովհետև եթե մենք տեղափոխում ենք քննարկումներ այդ գործընթացի 3 տասնամյակի դաշտ, բնական է, ովքեր զբաղվել են, եղել են պատասխանատու, բայց փաստ է, ցավագին փաստ, որ ծանր հետևանք եւ ողբերգական հետևանք եղել է այն ուժի քաղաքական իշխանության շրջանում, որը այսօր էլ փորձում է պահպանել իր այդ քաղաքական իշխանությունը։ Հետեւաբար այստեղ այս թեման տանել ավելի լայն քննարկումների դաշտ, դա նշանակում է օգնել կամա թե ակամա գործող իշխանությանը լղոզել կամ խուսանավել պատասխանատվությունից, ինչը իր համար նաև անմիջական նախընտրական խնդիր է, որովհետև ինչ է փորձում ներկայացնել պատասխանատվության հասկանալի է, որ անգամ եթե բարձրաձայն չի դրվում իր առաջ,
ապա առնվազն հանրային ենթագիտակցության եւ գիտակցության այսպես մակարդակներում բոլորը համարում են, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու էր տեղի ունեցածի համար։ Եվ երբ այդ պարագայում ինքը խաղաղության մասին է խոսում եւ այլն, այստեղ շատ կարեւոր է դառնում հենց այդ նենգափոխումը իր համար, այսինքն ես ոչ թե Արցախը կորցրել եմ, ինչպես ինքն է ասում, այլ Հայաստան եմ ձեռք բերել։ Եվ այդ խոսակցությունները, որ ինքը վարում է, փորձում է վարել, ըստ էության նաև որոշակի սադրանք են պարունակում, հենց այդ թեմատիկ իմաստով, երբ նախընտրական շրջանում քննարկումները կենտրոնանում են Արցախի հարցի շուրջ, թող չհնչի տարօրինակ, բայց սա դառնում է իրացիոնալ միջավայր արդեն, որովհետև բոլորս հասկանում ենք, առարկայորեն ինչ որ բան փոխել այսօրվա իրավիճակում, այդ թվում Արցախի առումով, հնարավոր չէ։ Եվ երբ մենք սկսում ենք ավելի շատ նախընտրական շրջանում խոսել հենց այն բանի մասին, որտեղ մենք չենք կարող առարկայորեն ինչ-որ բան փոխել, մենք ընկնում ենք արդեն իրացիոնալ քննարկումների դաշտ։ Մենք ասելով նկատի ունեմ հասարակական քաղաքական process-ը եւ դրա մասնակիցները, ակտիվ կամ пассив մասնակիցները։ Սա այն է, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինյանը եւ հենց սա է պատճառը, որ ինքը ամեն առիթով փորձում է այդպես խթանել, թեժացնել Արցախյան թեման։ Եվ թվում է, թե ինքը այս պարագայում հայտնվում է վատ վիճակում, այսինքն բոլորը սկսում են հակադարձել, որ ինչպես Արցախը մերը չի եղել, ինչպես Արցախում ոչինչ կառուցված չի եղել։ Բայց նրան հենց դա է պետք, այսինքն իրեն պետք է քննարկումները տանել այս իրացիոնալ դաշտ։ Բնականաբար Փաշինյանը ջանք ու եռան չի խնայում իր մրցակիցների վրա ցեղ շպրտելու հարցում ու այս պարագայում էլ եթե կհիշեք քաղաքացիներից մեկը, որ մոտեցավ 44 օրից խոսած, զոհերից խոսեց, էլի ինչ որ այնտեղ նյարդային պահ ստացվեց Փաշինյանի մոտ, հետո սկսեց խոսել Ծառուկյանի որդու մասին, որ նա պատանդ է Բելարուսում, որ ինչի եք, եթե դուք ընտրում եք Ծառուկյանին, ապա ընտրում եք Բելարուսի նախագահին, որը աջակցում էր 44 օրերի ժամանակ Բաքվին, որը շնորհավորեց անգամ պատերազմից հետո։ Այսինքն տեսեք, ամեն դեպքում Արցախի գիծը շատ նրբորեն, այսպես կարմիր թելով ինքը տանում է։ Ամեն դեպքում Արցախի թեմայից ինքը բոլորին ասում Արցախի թեման փակեք, բայց Արցախի թեման ինքը իր քարոզարշավի ժամանակ հստակ օգտագործում է։ Ծառուկյանն էլ պատասխանեց, հա, եթե տեսել եք, չգիտեմ, երեք, ասեց, ես չեմ մտնում անձնական դաշտ, իրականում ես իր բառերով չեմ ուզում ասել բնականաբար, բայց հետո, չգիտեմ, երևի ջղայնացավ, ասեց, դե եթե դուք էլ ընտրում եք Փաշինյանին, ուրեմն ընտրում եք Ալիևին ու Էրդողանին, այսպես ժողովրդին ու կամքը ձերն է։ Հիմա որտեղ է անցնում սահմանը քաղաքական քննադատության ու այդ անձնական, ընտանեկան կյանքի ներգրավման մեջ եւ ով է այդ սահմանը խախտում առաջինը արդյոք այս պայքարում էլի բոլոր միջոցներն են ճիշտ, կարևոր ու պետք։ Իհարկե հիմա մենք տեսնում ենք, որ գործնականում աշխարհում ընդհանրապես քաղաքականությունը բավականին այսպես տարանջատվում է, ընդհանրապես բարոյականությունից եւ արժեքային հանգամանքներից ամենայն դեպս մի զգալի մասում։ Ցավոք Հայաստանում իհարկե դա ամենևին նոր պատկեր չէ, բայց խորանում է նաև ներկայումս եւ կրկնեմ, այստեղ առավելագույն մոտիվացիա ունի գործող իշխանությունը, որովհետեւ թույլ են տրվել սխալներ եւ կայացվել են որոշումներ, որոնք բերել են հայկական պետականության ընդհանրապես ոչ միայն իրավաքաղաքական, ոչ միայն ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, այլ նաև բարոյահոգեբանական կառուցվածքի կազմաքանդման եւ ապամոնտաժման եւ այդ process-ը շարունակվում է։ Հիմա այդ process-ում քաղաքական տեսանկյունից մարսելիություն ապահովելու համար իրենք պետք է արդեն փորձեն հնարավորինս անշրջելի ապամոնտաժել ցանկացած բարոյական եւ արժեքային նշաձող։ Եվ այս հարցում է, որ նշում եմ, իրենք ամենամոտիվացվածն են այդ միջավայրում եւ տեսնում ենք, որ իրենք իրենց հենց ամենակենսունակն են զգում այդ միջավայրում խաղի այդ կանոնների տրամաբանության մեջ։ Եվ բնականաբար խթանելու են հնարավորինս այդ տրամաբանությունը։ Այդ ձեր նշած օրինակները, դրվագները իշխանության քարոզարշավի դրսևորման համատեքստում հենց դրա մասին են վկայում։ Այստեղ բնականաբար արդեն ընդդիմադիր ուժերը պետք է չտրվեն այդ խաղի կանոններին եւ շարունակեն հասարակության հետ շատ նորմալ եւ ռացիոնալ խոսակցությունը հայկական պետության եւ ինքնության ապագայի շուրջ։
Սա է խնդիրը եւ այս խնդրից չպետք է շեղվել, որքան էլ իշխանությունը արդեն իր քաղաքական նկատառումներից ելնելով, ինչպես նշեցի, փորձում է շեղել եւ տանել այդ դաշտ։ Դե հա, էլի տանում է հուզական դաշտ, բայց այս պարագայում բան Բադալյան, նախր Լուկաշենկոյի թեզի քաղաքական իմաստը ո՞րն է, էլի թեզ ուտելի մրցակցին ցավեսն է, երբ ընտրողին կապում ես օտար երկրի ղեկավարի հետ, չի նշանակում նաեւ ինչ որ առնում որ ուղղորդում ես ընտրողին նույնիսկ էլի ուղղորդում ես։ Ես այստեղ տեսնում եմ պարզապես այն մոտիվացիան, ինչը նշեցի, այս մնացած այդ Լուկաշենկո, չգիտեմ, այնտեղ ուրիշ բաներ են օգտագործում, դրանք արդեն զուտ գլխավոր խնդիրը սպասարկելու միջոցներն են։ Եթե ամփոփենք էլի, քանի որ ինտրիգ բառը ես էլ օգտագործեցի, դուք էլ ո՞րն է լինելու այս ընտրությունների միակ ռեալ ինտրիգը ըստ ձեզ։ Եթե մասնակիցների տեսանկյունից կամ արդյունքի տեսանկյունից այն է կպահի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թե ոչ, հասկանալի է, բայց ցանկացած ընտրության պարագայում այս դեպքում կրկնեմ ամենաանկանխատեսելին կարող է լինել ընտրությունը վերջին տարիների համեմատ։ Իսկ ավելի հավաքական լայն իմաստով ինտրիգը այդ շատ ավելի պարզ իրավիճակն է, որ նշեցի։ Մենք պետք է որոշենք որպես հասարակություն։ Հայաստանը դառնում է ադրբեջանական ռազմավարությանը կից գուցե դե յուրե պահպանված, բայց դե ֆակտո արդեն սուբյեկտությունը բացարձակ կորցրած եւ ես շատ նույնիսկ տարիներ առաջ օգտագործել եմ այս տերմինը դեկորատիվ պետություն ընդհանրապես, թե Հայաստանը մնում է իսկապես սուբյեկտ այս ռեգիոնում իր շահերով, իր պատկերացումներով, որոնք այո կարող են շատ հանգիստ չհամընկնել օրինակ Ադրբեջանի պատկերացումների հետ, բայց այդ առարկելու հանգամանքը դարձնել Ադրբեջանի համար պատերազմի լեգիտիմ առիթ, ինչը անում է օրինակ Հայաստանի իշխանությունը։ Սա նշանակում է քանդել Հայաստանի հայ հանրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հոգեբանությունը ընդհանրապես։ Եվ այստեղ է խնդիրը, թե մենք որպես հասարակություն ընտրում ենք պետություն լինելու տարբերակը, այսինքն պետություն սուբյեկտ լինելու տարբերակը, թե ռեգիոնում, թե ընդհանրապես հետեւաբար միջազգային հարաբերություններում։ Այս տեսանկյունից սա չի նշանակում, որ այդ տարբերակը այդպես դրախտային մի տարբերակ է, որը մեր համար չի պարունակում մարտահրավերներ, չի պարունակում խնդիրներ եւ այլն։ Բայց մյուս տարբերակը ամենևին զուրկ չէ, ամենևին այդպես դրախտային չէ, որքան կարող է թվալ կամ որքան մատուցում են իշխանության քարոզչությամբ։ Հետեւաբար այստեղ նույնիսկ հարցն այն չէ մենք ապահովում ենք դրախտ թե ոչ, այստեղ հենց հարցը հետևյալն է, մենք ապահովում ենք մարտահրավերների եւ խնդիրների պարագայում լուծումների հարցում մեր սուբյեկտությունը, թե այդ ամենը մենք հանձնում ենք կամ արտապատվիրակում ենք երրորդ երկրների տվյալ դեպքում, որոնց պրովայդերը բոլոր պարագաներում լինելու է Ադրբեջանը, դա ակնառու է։ Քանի որ Ադրբեջանի մասին խոսեցիք, շարունակենք Ալիևի այս շաբաթ սկսած Զանգելանում արած հայտարարությունով, երբ նա գնացել էր այնտեղ նոր բնակելի թաղամասեր բացում ու բանալիներ էր տալիս բնակիչներին, այնտեղ հայտարարեց, թիտեմ Ադրբեջանը նպատակ չի ունեցել եւ չունի Հայաստանը ոչնչացնելու կամ նրա անկախությունը վերացնելու։ Ու նշում է, որ իր երկիրը բնականաբար հասել է նպատակներին տարածքային ամբողջականության վերականգնմամբ ռազմական հաղթանակով, ինչը նրա խոսքով բարձրացրել է Ադրբեջանի միջազգային հեղինակությունը։ Բացի այդ, Ալիևը այդ պահին քննադատում է Հայաստանի սահմաններին գտնվող եվրոպացի դիտորդներին, ինչը բազմիցս է անում, պնդելով, թե նրանք սխալ ընկալմամբ պաշտպանում են Հայաստանը Ադրբեջանից ու էլի այսպես հեգնում է Հայաստանը մեզանից պաշտպանվելու կարիք չունի, մի պաշտպանեք։ Հետո արդեն էլի քիթը խոթում է մեր քարոզարշավի մեջ, միաժամանակ զգուշացնում է, որ Հայաստանի քաղաքական դաշտում կան ուժեր, որոնք առաջնորդվում են Ադրբեջանի նկատմամբ ատելությամբ եւ այդ ուժերը իշխանության գալը կարող է շատ վտանգավոր լինել, այսպես չգիտեմ ինչի Ալիևը զգուշացնում է, էլի, եթե Ալիևը ասում է Հայաստանը ոչնչացնելու նպատակ չունի, ինչպես է նույն ելույթում զգուշացնում, որ եթե անցանկալի ուժեր կան իշխանության, մենք սա կարող ենք նույնիսկ սպառնալիք համարել, չէ՞, Հայաստանը կտուժի, սա չեք համարում, էլի միջամտություն ու քաղաքական ձևի ճնշում։ Եթե սխալ չեմ մտաբերում Ալիևի արտահայտությունները բառացի, այնտեղ նույնիսկ խոսվում էր, որ եթե Հայաստանում կան իշխանության այդ ուժերը, որոնք իր գնահատմամբ ինչ որ ատելություն են տածում Ադրբեջանի հանդեպ եւ այլն, իրենք պետք է լինեն զգոն։ Սա հետաքրքիր ձևակերպում էր, այսինքն սա ոչ թե Հայաստանի հանդեպ այդպես անմիջական սպառնալիք է,
այլ պարզապես այն է, որ իրենք պետք է պատրաստ լինեն եւ զգոն լինեն, ինչ որ այդպես մարտահրավերների կամ այլնի հարցում։ Ինչու եմ համարում, որ սա հետաքրքիր ձևակերպում է, որովհետեւ նախ կարծես թե իմաստային եւ տրամաբանական առումով հերքում է Փաշինյանի այն սպառնալիքը, որ եթե ինքը չլինի իշխանության, կլինի պատերազմ։ Հիմա Ալիևն ասում է, մենք պարզապես պետք է լինենք զգոն։ Հասկանալի է, որ չէր կարող այդպես հրապարակավ սպառնալ պատերազմով եւ այլն, դա իր համար կունենար խնդիրներ, բայց դա ինքնին ցուցիչ է, դե դա անում էր նախկինում, երբ այս համաձայնությունները, այսպես ասած, չկային։ Հիմա Ալիևը խաղում է խաղաղություն, ինչպես ասում են, եւ նաեւ ռետորաբանության մակարդակով։ Եվ սա ամենևին պատահական չէ, որովհետեւ այս տեսանկյունից ոչ թե ինքն է փոխվել եւ դարձել խաղաղասեր կամ խաղաղարար, այլ նախ ստացել է քաղաքական իր պահանջների եւ պայմանների բավարարման process, բայց դրանից բացի ամենակարևորը եւ այս մասին ես կարծում եմ մենք շատ քիչ ենք խոսում, այսօր Կովկասի ուղղությամբ չկա ապակայունացման միջազգային պահանջարկ, սա է գլխավոր մոտիվը եւ Ադրբեջանի վարքագիծ, Ալիևի վարքագիծ թելադրող գլխավոր հանգամանքը։ Նա համարժեք է խաղում միջազգային պահանջարկին եւ այդ պահանջարկը, քանի որ այսօր Կովկասում ապակայունացման այսպես տրամաբանություն չունի, Ալիևը չի փորձում գնալ հակառակ այդ միջազգային սպասումներին կամ տրամաբանությանը հակառակ եւ նա մտել է այդ խաղաղարար ռեժիմի մեջ։ Եթե փոխվի միջազգային իրավիճակը, իսկ դա պայմանավորված է լինելու բնականաբար աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների միջև փոխհարաբերությամբ, Ալիևին արդեն բացարձակապես չի հետաքրքրի Հայաստանում Փաշինյանն է իշխանության թե ոչ։ Նա արդեն սկսելու է տեղավորվել այդ փոփոխված միջազգային տրենդի մեջ։ Եվ հետեւաբար այստեղ Հայաստանի խնդիրը այն չէ Փաշինյանը մնա լինի խաղաղություն։ Հայաստանի խնդիրը հենց հակառակն է։ Եթե մնում է Նիկոլ Փաշինյանը իշխանության, ապա միջազգային իրավիճակի մթնոլորտի եւ Կովկասի հանդեպ պահանջարկի փոփոխության պայմաններում, երբ արդեն այստեղ որևէ մեկը սկսի ինտենսիվ խաղալ ապակայունացման վրա, Հայաստանը իդեմս Փաշինյանի կլինի այն լեգիտիմ հնարավորությունը, որը Ադրբեջանին թույլ կտա խաղալ այդ ապակայունացման պահանջարկին համահունչ։ Դրա համար է կարևոր, քանի դեռ միջավայրը այնպիսին է, որ Ադրբեջանը իրեն թույլ չի տալիս անգամ խոսել, այսպես շատ ագրեսիվ տրամաբանությամբ, փոխել Հայաստանում իրավիճակը, որպիսի նաև փոխվի այդ ադրբեջանական հնարավոր ագրեսիայի լեգիտիմ հիմքը, որը ապահովում է Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականությամբ եւ խոսույթով։ Սա գուցե մի քիչ բարդ է հնչում սխեմատիկ իմաստով, բայց սա է խնդիրը Հայաստանի առաջ։ Եվ այս խնդիրը ծածկելու համար է, որ Փաշինյանը կիրառում է այդ շանտաժը կամ ես կլինեմ, կլինի խաղաղություն, կամ չի լինի եւ կլինի պատերազմ։ Բացարձակապես հակառակն է։ Խաղաղության եւ պատերազմի հարցը կախված է միջազգային դերակատարների օրակարգից։ Եվ քանի դեռ այդ օրակարգում Կովկասում պատերազմի հարց չկա, Հայաստանը պետք է փոխի այսօրվա քաղաքականությունը, որովհետև այսօրվա քաղաքականությունը ցանկացած պատերազմական օրակարգի դեպքում Ադրբեջանի գործողությունները լեգիտիմացնող քաղաքականությունն է։ Սա է խնդիրը, եւ ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի այդ մյուս հայտարարություններին, որ իբրև թե հայերը ատում են ադրբեջանցիներին եւ այլն, սա իհարկե ոտքից գլուխ նենգափոխում է իրավիճակը, բայց ցավոք սրտի դրա հիմքն էլ տվել է հենց Հայաստանի վարչապետը, որը այս ամբողջ կոնֆլիկտային իրավիճակի եւ պատմության հիմք հռչակել է Հայաստանը, ասելով, որ անկախության հռչակագիրը կոնֆլիկտային էր, Արցախը մերը չէր, մենք, չգիտեմ, ուրիշ տարածքներ էինք վերցրել եւ այլն եւ այլն։ Այդ Ալիևի այդպիսի հայտարարությունների հիմքը տվել է Նիկոլ Փաշինյանը։ Եվ հետեւաբար ցավոք սրտի զարմանալ պետք չէ, որ նա այդ հայտարարությունները անում է, ընդ որում դրանով իսկ ապացուցվում է այն սխեման, ինչի մասին ես խոսում եմ։ Ալիևը վաղը իր ագրեսիվ գործողությունները, եթե դրա միջազգային պահանջարկ առաջանա, բացատրելու է հենց Հայաստանի իշխանության այսօրվա տված այդ լեգիտիմությամբ, իր մոտեցումների լեգիտիմությամբ։ Ձեր ասած այդ ամբողջ գլոբալ բարդ սխեմայի մեջ ճիշտ եմ, ես հասկանում, այսպես մի քիչ ավելի բարձրացված, որ այս պահի դրությամբ եւ Ալիևին եւ միջազգային հանրությանը, լավ չէ, սկսենք առաջին միջազգայինից։ Միջազգային դերակատարներին ձեռնտու է Փաշինյանի տարբերակը Հայաստանում իշխանության։ Այո, որովհետեւ նախ առաջին Ալիևին էլ է ձեռնտու, բայց Ալիևի համար միևնույն է Փաշինյանը կլինի թե ով։ Հիմա Ալիևի մասով կասեմ առանձին, որովհետև այդտեղ իմ կարծիքով կան որոշակի տարբերություններ։
միջազգային դերակատարներ իրենք բացահայտ են հայտարարում Փաշինյանին աջակցելու մասին, որովհետև իրենց քաղաքականությունը հասկանալի է, փորձում են կառուցել նոր իրավիճակ Կովկասում, որի մանրադրամը դիտվում է Հայաստան, այսինքն Հայաստանին համոզել, շահագրգռել, որպեսզի Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտեցումներին հնարավորինս արագ համաձայնվի եւ դրա միջոցով հնարավոր լինի թուրքերի եւ ադրբեջանցիների հետ կառուցել Կովկասում նոր իրավիճակը իրենց աշխարհաքաղաքական բաժնեմասով արդեն։ Եվ այս տեսանկյունից Փաշինյանը բնականաբար այդ քաղաքականությունը հարմար առաջ տանող գործիչն է եւ անձնատուր առաջ տանող գործիչ է, բայց նաեւ երբ այդ նույն դերակատարները անհրաժեշտ համարեն օրինակ Ռուսաստանի դեմ կամ որևէ այլ տրամաբանությամբ Կովկասում խաղալ ապակայունացման վրա, դարձյալ Փաշինյանը իրենց համար օգտակար է, որովհետև, ինչպես նշեցի, ստեղծել է դրա լեգիտիմ հիմքը, ամբողջությամբ իր վրա, Հայաստանի վրա է վերցրել այդ ամենի լեգիտիմությունը եւ հնարավոր է լինելու այդ ապակայունացումը վերագրել արդեն Հայաստանին, եթե շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը, որովհետև պահանջները շատ ավելանալու են Հայաստանի նկատմամբ եւ այստեղ Հայաստանը կամ արդեն պետք է հրաժարվի ընդհանրապես պետությունից ուղիղ իմաստով, այսինքն Հայաստանն ասի, որ ներողություն Փաշինյանն ասի, որ Հայաստանն էլ մերը չի եղել, կամ պարզապես Հայաստանը ինչ որ պահի ստիպված է լինելու առարկել, բայց քանի որ արդեն Փաշինյանը մտել է այս տրամաբանության մեջ, այդ առարկությունը արդեն դառնալու է պատերազմի առիթ։ Ահա թե ինչու է Փաշինյանը ձեռնտու միջազգային խաղացողներին բոլոր իմաստներ։ Իսկ Ալիևի պարագայում Ալիևը այստեղ բավականին այսպես բազմաշերտ է փորձում խաղալ եւ նրա այդ խաղի կարողությունը պետք չի թերագնահատել։ Այստեղ շատ մեծ հարց է, իսկ արդյոք նա կարող է դիտարկել, որ Հայաստանը մտնի որոշակի առարկությունների փուլ, այդուհանդերձ, որpիսի նա ինքը կարողանա Ադրբեջանի հասարակությանը ներսում պահել եւ կառավարել, որտեղ գիտենք նա կառուցել է այնպիսի մի հասարակություն, որ բոլոր դեպքերում Հայաստանի հանդեպ այսպես ատելության ինքնություն ունի եւ այդ ինքնությունը կառավարելու խնդիր ունի Ալիևը երկարաժամկետ իմաստով։ Եվ այստեղ էլ շատ մեծ կասկածելի հարց է, որ այդպես Ալիևը Հայաստանում իշխանության փոփոխության դեպքում անմիջապես մտածելու է պատերազմի մասին։ Նա ինքը պատերազմի մասին չի մտածելու։ Մի շարք պատճառներից ելնելով, ոչ թե որովհետև խաղաղասեր է, այլ ինքը չի մտածելու, ինքը այդ խնդիրները լուծելու տրամաչափ չունի։ Հետևաբար ինքը միշտ պատրաստ է լինելու, եթե իրեն շատ ստիպեն մտնել պատերազմի մեջ, Կովկասում ավելի գլոբալ հարցեր լուծելու համար, ինքը ընդամենը պատրաստվում է դրան։ Մենք էլ որպես պետություն պետք է պատրաստ լինենք դրան եւ դրա համար նվազագույնը պետք է փոխել իշխանությունը եւ քաղաքականությունը Հայաստանի։ Լավ։ Ռուսաստան-Հայաստան կոնտեքստին եմ ուզում անդրադառնանք, պարոն Բադալյան, երբ Ռուսաստանից արդեն բաց տեքստով հնչում են եւ մեղադրանքներ եւ արդեն վիրավորանքի հասնող արտահայտություններ, կոնկրետ ավելի շատ Փաշինյանի հասցեին իրականում եւ նրա վարած իշխանության իր իշխանության վարած քաղաքականության բառացիորեն երեք էլ արդեն կոմունիստական կուսակցության Զյուգանովը, չգիտեմ կարդացել եք թե չէ, նախագահ արդեն հայտարարեց, որ Փաշինյանը Ռուսաստանին նվաստացրել եւ վիրավորել է, այստեղ խոսում ենք Փաշինյանի մասին, կապված Երևանում իհարկե ԵՄ հայտնի գագաթնաժողովի առնչությամբ, երբ Զելենսկին ելույթ ունեցավ ու այստեղից Երևանից սպառնաց Մոսկվայում այնտեղ ԱԹՍ-ներ կան հրապարակով թռցնելու համար ու իրականում որտեղ է սահմանել ես քաղաքական խոսքի ու պետության վիրավորանքի միջև, ես էլի միգուցե արժեքների մասին եմ խոսում, հատկապես այս բազմակողմ այսպիսի sense բարձրաստիճան գագաթնաժողովների ժամանակ, ինչև այդ էլ հարցս հիշեք, դե Պուտինն էլ հայտնի իր ասաց, եկեք քաղաքակիրթ ապահարզան անենք, հիմա հասկանանք, եթե Եվրամիություն, ուրեմն գնում եք Եվրամիություն, եթե ԵԱՏՄ, ուրեմն հասկացեք ինչ ու այնտեղ էլ թվարկում է, ինչ մինուսներ կան, ինչ պլյուսներ կան, մի խոսքով, հիմա հասկանանք այդ սահմանը որտեղ է ու արդյոք Զելենսկու ելույթն էլ այս կոնտեքստում էլի sense տեղավորեմ, հարցս խտացված տամ Երևանում փոխում է տարածաշրջանային հաշվեկշիռը, թե միայն տեղեկատվական արձագանք sense առաջացրեց։ Այս ամենում եթե ինչ որ վիրավորական բան կա, ապա միայն Հայաստանի հասարակության համար
թե ինչպես է Հայաստանի հասարակությանը, ինչպես են փորձում Հայաստանի հասարակության, այսպես թող կոպիտ չհնչի գլուխն արտուկել այսպիսի պրիմիտիվ քարոզչական խաղերով, շատ քաղաքակիրթ ասացինք, այո, եւ կամ ուղեղները լվանալ, եւ եթե վիրավորվելու բան կա, պետք է վիրավորվի Հայաստանի հասարակությունը, որ իրեն մատուցում են այսպիսի խաղեր։ Իսկ գործնականում ինչ է տեղի ունենում, նույն Զելենսկին, եթե այդպես շատ մեծ աղմուկ առաջացավ։ Նույն Զելենսկին իսկ ինչ է արել Ռուսաստանին Հայաստանից։ Այսինքն եկեք փորձենք հասկանալ, այդ խորքը առարկայորեն լավ ասել է Կարմիր հրապարակում ԱԹՍ-ներով կհարվածեմ եւ այլն եւ այլն։ Դա ասում է ինչի Կանադայում չասեց, ինչի եկավ հենց Երևանից ասեց օրինակ։ Ասեց Երևանից եւ նույն օրինակ նույն Ռուսաստանը ինչու զգայուն չի արձագանքում Զելենսկու ադրբեջանական այցերին, չէ՞ որ Ադրբեջանի հետ էլ ունեն դաշնակցային հռչակագիր, որը ստորագրել են Ուկրաինայի դեմ պատերազմից ընդամենը 2 օր առաջ։ Ուրեմն ինչու այդ հարցերում զգայուն չեն Ադրբեջանի նկատմամբ եւ ահա այսպիսի մեծ աղմուկ է բարձրանում Հայաստանի դեպքում, որովհետեւ կրկնեմ դրանք այդ քարոզչական տարատեսակ հնարքներն են միմյանց նկատմամբ, որոնք խաղացվում են հայ հասարակության գլխին ընդամենը։ Զելենսկին հայտարարեց եւ ինչ տեղի ունեցավ հետո։ Հասան անօթաչուներ Կարմիր հրապարակ։ Չհասան։ Հետո տեղի ունեցավ այն, որ հանկարծ Զելենսկու շուրջ հերթական կոռուպցիոն սկանդալը բռնկվեց եւ հակակոռուպցիոն բյուրոն, որը ակնհայտորեն բոլորն էլ հասկանում են, գործում է ամերիկյան հովանու ներքո, այդ հակակոռուպցիոն բյուրոն անմիջականորեն մտավ Զելենսկու աշխատակազմ, դարձյալ Երմակին մեղադրանքներ ներկայացվեցին փողեր լվանալու եւ այլնի համար։ Եվ մյուսը հայտնի լրագրող ամերիկացի Թաքեր Քարլսոնի մոտ հարցազրույց է տալիս Զելենսկու նախկին խոսնակ Յուլիա Մենդելը եւ փաստացի մերկացնում Զելենսկուն։ Կարծում եմ որևէ մեկը չի կարող պատկերացնել, որ այդ հարցազրույցը կարող է լինել պատահական։ Կամ այդ աղջիկը այն աստիճան տգետ էր, որ այդպիսի հարցազրույց տար առանց շատ ուժեղ անվտանգության երաշխիքներ ունենալու։ Ներողություն, ուզում եմ ձեզ ընդհատեմ։ Այս պարագայում կարող ենք հասկանալ, որ Զելենսկու դերը միջազգային դերակատարներ մոտ սպառվել արդեն։ Զելենսկին վաղուց իհարկե վարված խաղաքարտ է եւ այդ Երևանում նրա այցի շուրջ աղմուկի առնչությամբ ես մի գրառում արեցի այդ կապակցությամբ, որ այդ աղմուկը իսկապես անհասկանալի է, եթե դուրս ենք բերում այդ մեդիա ինֆորմացիոն հանգամանքը։ Եվ եթե գնահատում ենք, թե ինչ տեղի ունեցավ հետո, եւ Թրամփը հայտարարեց, որ առաջարկել է Ուկրաինային ու Ռուսաստանին երրորդյա հրադադար, եւ Զելենսկին ինչ է հայտարարում Զելենսկին, մեզ համար ուկրաինացի զինվորների կյանքերը ավելի կարեւոր են, քան Կարմիր հրապարակը։ Եթե կարևոր են ընդհանրապես ուկրաինացի զինվորների կյանքերը, ընդհանրապես ինչի մասին է պատերազմը, երբ ակնհայտ է, որ Ուկրաինան միջև վերջին ուկրաինացին պատերազմում է ինչ որ այլ խաղացողների շահերի համար։ Բայց ստացվեց, եթե հանրագումարի բերենք իրական բովանդակությունը, որ Զելենսկու այդ Երևանյան ելույթը հենց մի ծուղակ էր Զելենսկու համար։ Նա եկավ Երևան, այդ ելույթը ունեցավ եւ ելույթից հետո փաստացի հայտնվեց ինչ որ ակցանի մեջ, երբ ստիպված էր հրաժարվել իր այդ խրոխտ ելույթի, այսպես ասենք, ծավալումից, անօթաչուներ Կարմիր հրապարակ ուղարկելուց եւ հրաժարվել ամերիկյան միջամտությամբ։ Հիմա այստեղ պետք է մտածել, այդ եվրոպական գագաթնաժողովին Զելենսկուն բերելը եւ այդ խրոխտ ելույթ ունենալը ինչ շարունակություն ունեցավ։ Այստեղ պետք է գնահատել, թե ինչ է տեղի ունեցել Երևանում եւ ոչ թե Զելենսկին եկել է ինչ որ հայտարարություններ արել Ռուսաստանի հասցեին։ Ռուսաստանը, նույն Զելենսկին Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին այնպիսի վնասներ է հասցնում այս ընթացքում, որ չգիտեմ, նույնիսկ համեմատել այդ Երևանում արված հայտարարությունները, ինչ էին այդ հայտարարությունները Ռուսաստանի համար, ոչինչ։ Եվ դա ծուղակ էր հենց Զելենսկու համար, ներքաշված եւ Եվրոպայի համար, այսինքն նրանց համար, ովքեր Զելենսկուն բերել էին Երևան։ Իսկ Երևանյան այդ միջոցառումը ես դարձյալ առիթ եմ ունեցել հենց սկզբից գնահատել դա, մինչեւ այդել։ Այդ Երևանյան միջոցառումը պարզապես հակառուսական միջոցառում չէր եւ դա իր խորքային բնույթով ավելի շուտ հակաամերիկյան միջոցառում էր։ Հա, հարցս կանխեցիք, ինչով եք դա։ Դե մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի այսօրվա հարաբերությունը եւ դա ամենևին պայմանավորված չէ լոկ Թրամփի մոտեցումներով։ Թրամփը պարզապես այդ մոտեցումների ավելի արտահայտիչ
դրսևորումն է։ Եվ ինչ է կատարվում Եվրոպայի առումով, եթե դիտարկում ենք, Եվրոպայի համար միջին միջանցքը կենսական կարևոր տնտեսական եւ նաեւ քաղաքական ուղղություն է, բայց իրենք կարծես թե դուրս են մնում այդ միջին միջանցքից։ Թրամփի ուղի այդ ծրագրով ամերիկյան իրավունք սահմանեց հարավային ուղղությամբ, իսկ դրան զուգահեռ ավելի վերևի մասով, մնացյալ մասով, այսպես ասենք, Հայաստանով անցնող լոգիստիկայի իր իրավունքն է իրացնում Ռուսաստանը, որը կազմակերպեց Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային այդ լոգիստիկան։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ միջին միջանցք ասված գոտով կա ամերիկյան իրավունքը, կա ռուսական աշխատանքը, իսկ որտեղ է Եվրոպան, այստեղ չկա։ Եվրոպան շատ բարձր ինչ որ խոսում է, Եվրոպան դիտորդներ ունի եւ այլն, բայց անմիջական լոգիստիկ խաղի իմաստով Եվրոպան չկա։ Եվ բնականաբար Երևանում այդ գագաթնաժողովը միտված էր հենց այդ խնդիրները լուծելու, նույնիսկ տպավորություն կա, որ այդպես Փաշինյանի PR-ի համար էին որոշել։ Դե մի քիչ միամիտ է մտածել, որ եվրոպական այդ տասնյակ առաջնորդները Փաշինյանի PR-ի համար վեր կացան եւ եկան Հայաստան։ Բացարձակապես այդ որոշումը Հայաստանում անցկացնել կապված է հենց աշխարհաքաղաքական խնդիրներով։ Պարզապես իհարկե նաև զուգահեռ այդպես աջակցություն եղավ Փաշինյանին։ Հիմա եթե այդ գագաթնաժողովը այսինքն որտեվ 2 տարի անց էլ Ադրբեջանում նպաստեցին իհարկե նաև ձեռքի հետ այսպես ասած դեմ չէին, որ այդ ծառայությունն էլ մատուցվի Փաշինյանին, բայց ասել, որ դրա համար էին կայացրել Հայաստանում անցկացնելու որոշում, ես կարծում եմ դա էլ մի քիչ միամիտ է։ Կայացրել էին որոշումը Կովկասում իրենց խաղի նպատակները եւ այսպես խաղալու հաստատակամությունը դրսեւորելու համար։ Իսկ Երևանը դրա միակ տեղն է, որովհետեւ գիտենք Վրաստանի հետ խնդիրներ, Վրաստանի կառավարության հետ, Ադրբեջանը իրեն թույլ չի տալիս դառնալ եվրոպական այսպես քաղաքականության կցորդ։ Չի էլ կարող։ Չէ, իրեն թույլ է տալիս նույնիսկ Եվրոպայից ստանալ հավասարը հավասարի հետ հարաբերության մասին արձանագրում։ Այստեղ դարձյալ սա հայ հանրության ուշադրությունից դուրս մնաց, բայց համատեղ հռչակագիր ստորագրեցին Երևանն ու Բրյուսելը։ Այդ հռչակագրում որևէ խոսք չկա, թե կողմերը որպես ինչ են հարաբերվում։ Մինչդեռ Ադրբեջանում մարտին ստորագրվեց Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ալիևի համատեղ հայտարարություն, որտեղ նշվում է, որ կողմերը հարաբերվում են հավասարը հավասարի հետ։ Սրանք էական մանրուքներ են, որոնք սակայն քաղաքականության իրական խորությունն են արտացոլում։ Որոնց մասին չեն էլ բարձրացան բանվատել։ Դե որովհետեւ նպաստավոր չի, ձեռատու չի, ես դրա համար նշում եմ, որ մեր հասարակությունը պետք է վիրավորվի, որ իրեն պարզապես մատուցում են այդ պրիմիտիվ քարոզչության խաղերը եւ այդ խաղային դրվագները ընդամենը։ Կարող ենք դիտարկել, որ այս ամբողջ նախընտրական թողոբոյի մեջ քարոզարշավի PR մաս է կազմում նաև 3 չառաջորդը տեղի ունեցած հայ-թուրքական այս առևտրի մասին պայմանագիր, որպես բաց առևտուր է արդեն լինելու, ոչ թե կողմնակի երրորդ երկրներ մտնելով, սա էլ կարող է դիտարկվել որպես քարոզարշավի մի մաս, թե այդ process-ն է մեր հայ-թուրքական մերձեցման այս ընթացքում։ Որքան հասկանում եմ, խոսքը ոչ թե ֆիզիկապես անմիջական երկկողմ առևտրի մասին է, այլ մակնշման մասին, որ եթե նախկինում երրորդ երկիրն էր մակնշվում, բաց չի, ոնց է, էլի այդ դե պարզապես նշվում է, որ ապրանքը գալիս է գնում է Հայաստան։ Այո, դարձյալ այդ քարոզչական էֆեկտով փորձարվեց, Թուրքիան դե նախորդ տարեվերջին էր ազդարարել, որ սիմվոլիկ ինչ-որ քայլեր կլինեն, ահա այդ սիմվոլիկ որոշումը կայացվեց, պաշտոնական Երևանը փորձում է օգտագործել դա, դարձյալ քարոզչական նկատառումով շատ հասկանալիորեն։ Ինչ է իրականում այդ գործընթացը, իրականում կարծում եմ հայ-թուրքական կարգավորման գործընթաց որպես այդպիսին առանձին քաղաքական բովանդակություն եւ տրամաբանություն ունեցող Հայաստան եւ Թուրքիա ձևաչափում պարզապես գոյություն չունի։ Եվ թուրքական կողմը շատ բարձ հայտարարում է, որ հայ-թուրքական կարգավորումը կախված է թե ամբողջապես կկարգավորվի արդյոք հայ-ադրբեջանական հարաբերությունը թե ոչ, իսկ թե այնտեղ ինչ վիճակ է, մենք տեսնում ենք Ալիևի պահանջները, շարունակվող այդ պայմանները եւ այլն։ Եվ հետեւաբար այստեղ հայ-թուրքական կարգավորման գործընթացը որպես երկկողմ օրակարգ եւ գործընթաց այդպես Չէ, հանդիպումներ կարող են լինել, բայց այդ հանդիպումների իրական տրամաբանությունը ընդհանրապես կարծում եմ լինելու է այն, որ Հայաստանի ներկայացուցիչները հաշվետու են լինելու Անկարային, թե ինչ համաձայնությունների են գալիս Ադրբեջանի հետ եւ դրա դիմաց արդյոք արժե Հայաստանին ինչ որ բոնուս տալ որոշակի սիմվոլիկ քայլերի տեսքով, թե ոչ։ Աքլա չասեց Երևանում զգում է իրեն ինչպես իր տանը։ Դե քրեչը փորձալու դիվանագետ է իհարկե, Երևանում զգում է ինչպես իր տանը, այսինքն իրեն զգում է այնպես ինչպես թուրքական ազդեցության գոտու։ Որ կողմն է ավելի շատ շահում այս փուլում,
այս սիմվոլիկ տնտեսական ու քաղաքական առումով արված քայլից։ Քարոզչական իմաստով Զուտ փոքրիկ քարոզչական։ բոնուս է ստանում Հայաստանի իշխանությունը։ Շահելու իմաստով ես կարծում եմ այս գործընթացը Հայաստանի համար նույնիսկ շահել-չշահելու տիրույթում չէ, որովհետև նշեցի տրամաբանությունը։ Այս գործընթացը, եթե հայ-թուրքականի մասին խոսենք, Հայաստանի համար մխիթարական մրցանակ է Ադրբեջանին համաձայնելու, Ադրբեջանի պայմաններին համաձայնելու դիմաց։ Զուտ մխիթարանք։ Դե մեծ հաշվով, եթե մենք դառնում ենք Ադրբեջանի ենթակայությամբ գործող պետություն, որի ռազմավարական, այսպես դիրքավորումը եւ այլն ամեն ինչ որոշում է Ադրբեջանը, Ադրբեջանն է որոշում, անկախության հռչակագիրը լինի մեր սահմանադրության մեջ, թե ոչ։ Ադրբեջանն է որոշում, Երևանում Արցախ բառը օգտագործվի, թե ոչ։ Եվ եթե մենք նույնիսկ կարդանք խաղաղության պայմանագիր կոչված այդ տեքստը, այդ մասին էլ Հայաստանում շատ քիչ է խոսվում։ Տեքստը կարդալով մենք տեսնում ենք, թե ինչպիսի պայմաններ են սահմանված Հայաստանի ներսում հասարակական քաղաքական կյանքի համար։ Սա կարող է լինել մի առանձին խոսակցության առարկա, եւ սրա մասին ցավոք սրտի Հայաստանում այդքան էլ շատ չի քննարկվում, չի խոսվում, թե տեքստի բովանդակությունն ինչպիսին է։ Միայն արձանագրվում է, որ օգոստոսի 8-ին դա նախաստորագրվել է, եւ հաճախ խոսում են կամ ընդդիմադիր ուժերին հարց են տալիս, հիմա դուք այդ ստորագրելու եք այդ տեքստը, թե ոչ։ Մինչդեռ պետք է կարդալ տեքստը եւ ընդհանրապես մտածել, թե տեքստում բովանդակությունը ինչ է եւ դա ինչ է նշանակում Հայաստանի համար։ Դա ինչ թելադրանք է Հայաստանի արդեն ներքին կյանքը կազմակերպելու իմաստով։ Շնորհակալ եմ, պարոն Բոդյան, հարցազրույցը։ Շարունակեք հետևել մեզ բոլոր սոցիալական ցանցերում, միացեք մեր Patreon-ին շաբաթվա անցուդարձից առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։